Շատ լավ, շնորհակալություն պատվարժան դատարան, դատավարության հարգարժան մասնակիցներ։ Մկրտիչ Սրբազան, Արշակ Սրբազան, Բագրատ Սրբազան։ 3 սրբազաններ, պատվարժան դատարան, որոնց կալանքի որոշումները դուք եք կայացրել։ 3 սրբազանների։ Այլ դատավորներ ևս կայացրել են։ Բայց դուք այդ որոշումները կայացրել եք, բայց մեկ այլ որոշում չեք կայացրել։ Դուք սրբազանների կալանքը վերացնելու որոշում չեք կայացրել։ Ես իդեպ վստահ եմ, որ դուք պատվարժան դատարան հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եք։ Ես այդ հարցը ձեզ չեմ տվել, բայց ես դրա համոզմունք ունեմ։ Ես ունեմ համոզմունք, որ դուք ունեք ներքին տառապանք։ Ես ունեմ համոզմունք, որ դատախազները ևս ունեն ներքին տառապանք։ Ես դրան եթե չհավատամ, ես ինքս իմ արժեհամակարգի, իմ հասարակության նկատմամբ պատկերացումների հետ հակասության մեջ կմտնեմ։ Տառապանքը մարդու համար է, այո։ Իդեպ տառապանքի մեջ գտնվող մարդիկ ունենում են ցանկություն հանդիպելու սրբազանի եւ դիմելու սրբազանին Աստված օգնական։ Իդեպ այդ բառերը ասելով մարդիկ որոշակի հոգևոր սնունդ են ստանում։ Գիտեմ, բոլորիս հետ եղել է, այստեղ ներկաները բոլորն են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են։ Եվ երբ տեսնում են սրբազանի եւ դիմում են Աստված օգնական, դրանով տառապանքից փորձ են անում ազատվելու, մեղմացնելու։ Պատվարժան դատարան, վստահ եմ, երբ դուք ժամանակին որոշում եք կայացրել դառնալու դատավոր, չեմ կարծում, որ երբևէ ձեր մեջ անցկացրել եք այդ հնարավոր իրավիճակը, որ դուք հենց լինելու եք թվով 3 սրբազանների, ում տեսնելիս դիմելու եք Աստված օգնական, իրենց ազատությունից զրկողի դերում եք հանդես գալու։ Վստահ եմ, դուք այդպես չեք պատկերացրել։ Ես գիտեմ, պատվարժան դատարան, որ հիմա դիրքորոշումը ներկայացնելով մենք անհավասար պայմաններում ենք, որովհետև ես ունեմ դիրքորոշում ներկայացնելու ազատություն, դուք ոչ։ Բայց ի տարբերություն ինձ եւ իմ գործընկերների դուք ունեք բացառիկ լիազորություն։ Լիազորություն արդարադատություն իրականացնելու։ Լիազորություն տառապանքը դադարեցնելու։ Գործընկերս ճիշտ բան ասաց։ Այդ տառապանքը միայն ձերը ու դատախազներինը չէ։ Դա իսկապես բոլորիս տառապանքն է, որովհետև եթե որպես իրավաբան սթափ հարց հնչեր օրինակ Սրբազանից, իդեպ կարելի ասել ինչ-որ իմաստով Բագրատ Սրբազանը երևի թե մեզ համար է նաև եւ ոչ միայն իր դիրքորոշումը ձևակերպել այնպես, որ ինչ-որտեղ երևի թե դատախազներին եւ դատարանին հեշտ լինի որոշում կայացնել, որովհետև եթե սթափ տիրույթում փորձում ենք դիտարկել ոնց կարող է այս գործով կալանքը լինել որպես խափանման միջոց, չենք կարող պատասխան գտնել։ Այդ ժամանակ ստիպված պետք է կասկածի տակ դնենք իրավունքն ու օրենքը, իսկ դրա հետևանքները կարծում եմ որևէ մեկի կողմից ընդունելի չեն լինի։ Պատվարժան դատարան, հարգարժան հանրային մեղադրողներ, այն, որ իսկապես մենք սլանում ենք դեպի իրավական ժխտողականություն, դա կարծում եմ փաստ է, որովհետև մենք հիմա դիրքորոշում ենք ներկայացնում, երևի 2 տարի առաջ, որ օրինակ մեկին մեր հայրենակիցներից պայմանական, կամայականորեն որևէ մեկին պատմեինք, ասենք ուրեմն 2026 թվականի փետրվարի 19-ին լինելու ենք դատարանում, Ֆարխոյանի նախագահությամբ, խոսելու ենք նրա մասին, որ Բագրատ Սրբազանի կալանքը վերացվի ու այդ ընթացքում էլ հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի վեհապար հայրապետի նկատմամբ կա հարուցված քրեական հետապնդում կարգալույծ անելու թեմայով։ Այս դեպքում ում պատմեն, երևի կարծեն Ավանի հոգեբուժարանա պետք գնալ եւ այլն եւ այլն։ Բայց հիմա սա այն իրականությունն է, որում գտնվում ենք։ Արդյոք Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելով
այս ապօրինությունների շղթան, քաղաքական հետապնդումների շղթան կդադարեցին։ Ոչ պատվարժան դատարան չի դադարեցի, որտեղ սա է մեր առօրյա իրականությունը։ Բայց դուք պարտավոր եք այս կալանքը վերացնել։ Դուք պարտավոր եք ուղղել։ Իդեպ, անկախ նրանից ինչ կասի բաժակ սրբազանը խորին հարազանքով սրբազանք։ Այդ պարտականությունը դուք ունեք, դուք եք վարույթ իրականացնողը, դուք եք պարտավոր նվազագույնի սկզբունքով առաջնորդվել։ Իհարկե այս դեպքում ճիշտ են ասում գործընկերները, այստեղ նվազագույնի սկզբունքի անհրաժեշտությունն էլ որպես այդպեսին չկա, որտեղ հիմնավոր կասկած չկա, պայման չկա, գործ չկա, այդ բոլորս գիտենք, բայց դուք այսպես թե այնպես ունեք պարտականություն կալանքը վերացնել։ Որոշակի իմաստով մեր հանրության համարել, որ պարզ լինի, քանի որ դատախազը շատ կարճ անդրադարձ կատարեց։ Վերաքննիչ քրեական դատարանը ավելի մարդկային լեզվով ասած, այս 6 ամսվա ընթացքում մի քանի դատական ակտերով առանձնացնեմ դատավոր Պապոյանի եւ Ռշտունու որոշումները, ձեզ են դիմում պատվարժան դատարան, մեզ չեն դիմում ոչ էլ դատախազներին։ Պապոյանի կողմից երկու ռիսկերից մեկի մասով խոչընդոտելու ռիսկի ընդգծվեց, որ քանի որ դրանք գաղտնալսումներ են առավելապես եւ այլն, դրանց միջամտելու հնարավորություն չկա, բայց կա դեռևս նոր անցանք կատարելու ռիսկի հետ կապված որոշակի մտահոգություն։ Հիմա Ռշտունին էլ ասեց նոր անցանք կատարելու մտահոգությունը այն աստիճան ցածր է, որ փաստացի գոյություն չունի։ Դրան ինչ է հաջորդում։ Առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոցի վերանային։ Այսինքն ինչ որ իմաստով երևի թե վերաքննիչ դատարանը ցանկացել է, որ Բագրատ Սրբազանի խափանման միջոցը վերածվի հենց դատավոր Ֆարխոյանի կողմից։ Միգուցե նաև հենց նրա համար, որ դատավոր Ֆարխոյանը բացառապես կալանավորել է սրբազանների, բայց որևէ սրբազանի կալանք չի վերացրել։ Միգուցե հենց սա է ճակատագրի, տրամաբանության, ողջամտության հուշումը։ Այս գործով իհարկե աստղերի մասին խոսում են այլ իմաստը չփոփոխելու համար։ Ուրեմն ես հենց ակնկալում եմ, որ դատախազները պետք է ձեզ բացառք հայտնեն, որտեղ նշանակում է դուք ջանասիրությունը տապալել եք այս գործով։ Այսինքն 6 ամսվա ընթացքում գտնվում ենք նախնական դատալսումների փուլում, դատախազները դա վկայակոչեն խափանման միջոցի անուն, ձեզ պետք է բացառք հայտնեն։ Սահմանադրական դատանի որոշումը դրա մասին չէր, որ դատարանը ինքը գտնվելով դատաքննության փուլում պետք է ջանասիրությունը ինքը իր կողմից գնահատի։ Դատանի որոշումը դրա մասին չէր, որ դատարանը ինքը գտնվելով դատաքննության փուլում պետք է ջանասիրությունը ինքը իր կողմից գնահատի։ Բայց եթե դուք դա եք վկայակոչում, որ գնահատի, բայց եթե դուք դա եք վկայակոչում որպես կալանքի փոխելու դինք, բացառք հայտնեք դատավորին։ Կամ պատվարժան դատարանը դուք ինքներդ սեփական նախաձեռնությամբ կարող եք բացառք հայտնել, ասել ես կալանքը չեմ փոխում, բայց որովհետև ես ստացումը նախնական դատալսումների փուլում եմ դեռ 6 ամսվա ընթացքում։ Եթե դա է պատճառը, բացառք հայտնեք։ Աստված օգնական Ես իդե դատարանի վարույթի հետ կապված եմ ասում։ Բոլոր դեպքերում պատվարժան դատարան պատասխանատվությունը իհարկե ձեր տիրույթում է։ Այս մթնոլորտի ամենադժվար հատվածը վերաբերելի է դատարաններին։ Թիրախում գտնվում են դատավորները, բայց որևէ մեկը երբեք չի ասել, որ դատավորի աշխատանքը դա պարզապես հանրային ծառայության տեսակ է։ Դատավորի պաշտոնը, կարգավիճակը դա առաքելություն է։ Դուք կամ կարող եք այդ առաքելությունը կատարել կամ ոչ։ Այս գործը դասական իմաստով ապացուցել է, որ այստեղ կալանքը աբսուրդ է։ Համաչափությանը չի համապատասխանում, անհրաժեշտությանը չի համապատասխանում, որովհետև ես շատ լավ հիշում եմ 25 թվականի օգոստոս ամիսը։ Դատախազները բոլորի վերաբերյալ պնդում էին, որ պետք է լինի կալանքը որպես խափանման միջոց։ Դուք էլ բացառությամբ մեկ անձի բոլորի նկատմամբ ընտրում եք կալանքը որպես խափանման միջոց։ Դուք ձեր որոշման մասին եք խոսում։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դուք սխալվել եք։ Դատախազներն էլ էին սխալվել։
Նա տենց ոնց է ստացվում, այսինքն բոլորը կարող են պատշաճ վարքագիծ դրսևորել, բոլորը, բայց սրբազանը չի կարող։ Ախր անկեղծ, մենք իրավական ողջամտություն պետք է ունենանք։ Խորին հարգանքով իմ ընկերոջ նկատմամբ Արթուր Սարգսյանը։ Արթուր Սարգսյանը կարող է պատշաճ վարքագիծ դրսևորել ոչ կալանքի պայմաններում, որը կյանքը ցույց տվեց, բայց սրբազանը չէ։ Այստեղ ռիսկերը շատ բարձր են, որտեղ անձնական հագրոստավարները սրբազան են։ Դա մենք ողջամտության տիրույթում լինենք։ Միանում եմ գործընկերներից դիրքորոշմանը, բայց միաժամանակ արձանագրում եմ պատվարժան դատարանում։ Ինչ դիրքորոշում են ներկայացնեն գործընկերները, այդ թվում Բագրատ Սրբազանը, դուք ունեք պարտականություն նվազագույն սկզբունքով առաջնորդվելու խափանման միջոցի հարցը լուծելու շրջանակներում։ Դա ձեր պարտականությունն է, ոչ թե մեր ցանկությունն է կամ մեր միջնորդության հարցն է, այլ ձեր պարտականությունն է։ Շնորհակալություն։